Արժան ուսուցիչներ, սիրելի աշակերտներ, ուրախ ենք ձեզ ողջունելու Երևանի թիվ 190 ավագ դպրոցում այս գեղեցիկ միջոցառման, մեծ միջոցառման շրջանակներում։ Ոսկե աշուն միջոցառումը մեր դպրոցի համար ավանդական միջոցառում է։ Այն տոնվում է դեռ 1990-ական թվականներից, երբ ես այս դպրոցում աշակերտ էի։ Եվ հավատացեք, ամեն տարի մեծ սիրով, մեծ եռանդով, ջերմությամբ մենք այս տոնը նշել ենք։ Այս տարի, երբ Տիկին Մովսիսյանը ներկայացրեց նախագծային աշխատանքի պլանը, Friend Up խորագրով, ընկերացիր խորագրով, միտք առաջացավ տվյալ Վիկտորինան կազմակերպել հենց մեր ոսկե աշուն միջոցառման օրը, համատեղել այդ երկու գեղեցիկ միջոցառումները, որպեսզի մեր ոսկե աշուն միջոցառումը դուրս գա մեր դպրոցի սահմաններից եւ ընդգրկի ամբողջ Հայաստանի Հանրապետությունը։ Ավանդաբար միջոցառման հիմնական կազմակերպիչներն ու աշխատանքներ կազմակերպողները լինում են մեր 11-րդ դասարանցիները։ Այս տարի եւս 11-րդ դասարանցիներին հանձնարարվեց յուրաքանչյուր դասարանի մեկ մարզ։ Հանդիպումներ կազմակերպեցինք մեր բոլոր մարզերի դպրոցների հետ, ուսումնասիրեցինք մարզերը, մշակույթ, պատմություն, աշխարհագրություն եւ իհարկե խոհանոց։ Եվ միջոցառման երկրորդ հատվածում, երբ դուք իջնեք արդեն դպրոցի բակ, կտեսնեք մեր գեղեցիկ ձևավորված տաղավարները, որտեղ ներկայացված են մարզերը եւ կմասնակցենք բարեգործական վաճառքի։ Սա էլ է մեր դպրոցում արդեն ավանդույթ, մենք Գալուս Գյուլբենկյանի անունը կրող դպրոց ենք եւ բարեգործությունը մեր մեջ է։ Եվ սա տարիներ շարունակ դեռ շարունակվելու է եւ մեր սովորողները եւ ոչ միայն մեր սովորողները դաստիարակվելու են նաեւ այդ կողմով։ Այժմ ուզում ենք բոլորս ծափերով ողջունենք մեր մաթեմատիկայի ուսուցիչ Տիկին Մովսիսյանին։ Ընկերացիր խորագրով, Friend Up խորագրով նախագծային աշխատանքը իր հեղինակությամբ է կազմակերպվել, դուրս է եկել նորից դպրոցի սահմաններից, ընդգրկել է ամբողջ հանրապետությունը, գրեթե 6 մարզեր մասնակցում են մեր միջոցառմանը, եւ միջոցառման մասնակիցները մի այլ գեղեցիկ ընտանիքի անդամներ են։ Մենք արդեն տնօրեններով այդպես ենք ողջունում իրար, ասում ենք մենք արհեստական բանականության սերունդ ընտանիքից ենք։ Եվ ուրախ ենք, որ ՊԱՍՏ հիմնադրամը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ ստեղծել է այս ընտանիքը, հովանավորում եւ առաջնորդում է այս ընտանիքը, եւ մենք հպարտ ենք, որ այդ ընտանիքի անդամներն են։ Հնարավորություն ենք ստացել այդ ընտանիքի անդամները լինելու։ Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլորիդ, մաղթում եմ հետաքրքիր, բովանդակալից արդյունավետ խաղ եւ ուզում եմ, որ հաղթի արժանավորը եւ երևի ամենաընկերասեր թիմը, քանի որ մեր խորագիրը ընկերացին է։ Շնորհակալություն եւս մեկ անգամ, խոսքը փոխանցում եմ Տիկին Մովսիսյանին, ով այս ամբողջ ընթացքում կվարի միջոցառումը։ Բարև ձեզ սիրելի հյուրեր, ուսուցիչներ, աշակերտներ, ողջունում եմ ձեզ մեր հարազատ դպրոցի հարկի տակ, թող ձեր ոտքը բարի լինի մեր կրթօջախ, իսկ մրցույթի մասնակից թիմերին մաղթում եմ հաջողություն, թող որ հաղթի ուժեղագույնը։ Այժմ ես ուզում եմ ձեզ ներկայացնել մեր նախագծի նպատակն ու վերջնարդյունքները։ Մեր նախագծի նպատակն է զարգացնել աշակերտների վերլուծական, ստեղծագործական, հաղորդակցման եւ քննադատական մտածողության հմտությունները, հաստատել աշակերտների մոտ գիտելիքների ինտեգրացված ընկալում, համադրելով մաթեմատիկան տարբեր առարկաների հետ, ստեղծել պայմաններ աշակերտների համագործակցային աշխատանքի համար, խթանելով թիմային աշխատանքը եւ ստեղծագործական մոտեցումները։
Վերջնարդյունքները, վերջապես ինչի համար են կանում այս նախագիծը։ Համագործակցություն, աշակերտները սովորում են աշխատել թիմերով, փոխանակում են գաղափարներով։ Գիտելիքների ընդլայնում, մասնակիցները խորացնում են իրենց գիտելիքները։ Ստեղծագործական միջավայր, նախագծի շրջանակում ձևավորվում է ուրախ, ստեղծագործական եւ առողջ մրցակցային մթնոլորտ։ Տեսանելի արդյունքը նախագծի վերջում կլինի համատեղ անցկացված վիկտորինա եւ տեսավ ֆիլմ։ Ես մի փոքր ուզում եմ խոսել մեր նախագծի լոգոյի մասին, ուրեմն մեր լոգոն արտահայտում է ինտեգրացիոն, համագործակցություն եւ դրական աճի գաղափար։ Այն վառ, դինամիկ եւ անմիջապես գրավոր է, ստեղծելով բաց եւ ընկերաբարեկամական տրամադրություն։ Գունավոր շրջանակը, որը բաղկացած է տարբեր գույների, կարմիր, նարնջագույն եւ այլն, խորհրդանշում է բազմազանություն, հավասարություն եւ միասնություն։ Տաք եւ սառը երանգների համադրությունը հավասարակշռություն է ստեղծում, ընդգծելով ներդաշնակություն։ Շրջանաձև կազմավորումը, որտեղ յուրաքանչյուր գույն հիշեցնում է մարդկային ֆիգուր, ինչպես նաեւ մեր ուղեղները, այսպես ասած, խոսում է միասնական թիմի, գործընկերության եւ փոխադարձ աջակցության մասին։ Վերխոյացող նետը, որն ուղղված է վեր, խորհրդանշում է զարգացում, աճ եւ առաջընթաց։ Ֆրենդապ բոլորս գիտենք, որ նշանակում է ընկերացիր։ Ապ բառը նարնջագույնով առանձնացրել եմ, որը խորհրդանշում է ընդգծելով դեպի վեր շարժումը եւ դրական մոտիվացիան։ Իսկ հայերեն ընկերացիր բառը շրջապատող ձևով լրացնում է գաղափարը, համերաշխ ընկերության եւ համագործակցության շուրջ միավորված մեր համայնքի մասին։ Այսքանը մեր խորհրդանիշի եւ նախագծի նպատակների վերջնարդյունքների մասին։ Ես մի փոքր ուզում եմ ձեզ ծանոթացնել մեր մրցույթի կանոնների հետ։ Ուրեմն յուրաքանչյուր թիմին, յուրաքանչյուր փուլում մրցույթը բաղկացած է 6 փուլերից։ Յուրաքանչյուր փուլի ընթացքում ձեզ հանձնարարվելու են հարցեր։ Խնդրում եմ ուշադիր լինեք կանոններին, չենք խոսում, ուշադիր լսում եք։ Բոլոր թիմերին հանձնարարվում է հարց, հարցը երևա նաև էկրանին։ Մտածելու համար ձեզ տրվելու է 1 րոպե ժամանակ, 1 րոպե ժամանակը լրանալուց հետո թիմի անդամներից մեկը ձեր սեղաններին դրված են պատասխանների գունավոր թերթիկներ, մյուս սպիտակ թերթիկները նախատեսված են սևագրության համար, խնդիրը լուծելու համար, գունավոր թերթիկի վրա որտեղ գրված է ձեր թիմի անունը, պատասխանը գրում եք, արագ ներկայացնում ժյուրիին։ Ես խնդրում եմ, որպեսզի ժամանակի մեջ տեղավորվեք, ժամանակը հենց հնչեց ավարտը, խնդրում եմ, արագ պատասխանները փոխանցել ժյուրիին։ Ժյուրիի սեղանին ես դրել եմ մեր հարցաշարը, թիմի անդամները, երբ որ կներկայացնեն պատասխանները, ես խնդրում եմ արագ ստուգեք խնդիրները, փոխանցեք Տիկին Զորաբյանին։ Զորաբյանը 2-3 փուլ հետո արդյունքները կներկայացնի, ես կհրապարակեմ։ Հիմա մի փոքր խոսեմ մեր տնային աշխատանքների մասին։ Յուրաքանչյուր թիմի հանձնարարված է տնային աշխատանք, այսինքն պատրաստել թատերականացված, բեմականացված մի փոքրիկ խնդիր 1-2 րոպեի սահմաններում։ Ինչպես է գնահատվելու այդ խնդիրը։ Հարգելի ժյուրի, դուք ներկայացման համար տալու եք 1-2 միավոր գեղարվեստական նկարագրման ներկայացման համար, 1-2 միավոր կգնահատեք ներկայացնող թիմին, իսկ պատասխան տվող թիմին 1 միավոր կամ ճիշտ պատասխանի դեպքում 1 միավոր, սխալ պատասխանի դեպքում միավոր չի տրվում։ Իսկ որպեսզի մենք իմանանք, որ թիմերն են իրար դեմ մրցելու, այսպես ասած հակառակորդ թիմերը, որ ճիշտ չի հակառակորդ բառը մեր ընկերական մրցույթում, ես կխնդրեմ թիմերի ավյակները մոտենան ինձ, վիճակահանության կարգով որոշենք հակառակորդ թիմերին։ Բացի կարգը հանկարծ կտիմի անունը չի։ Տանի որտե՞ղ է։ Տղաջան դու քաշի։ Մոտեցեք երեք քաշի։ Էվրիկա։ Մոտեցեք երեք։ Մեկ քիչ արագ է։ Ոտնես քաշի։ Դե փոխանակեք։ Փոխանակեք իրավ։ Երեք ջան հիմա ներկայացնենք։
Ուշադրություն, ձերուկ։ Վաղաշաբաթի թիվ 5 դպրոցը երազանքներից դեպի նպատակներ թիմը ընտրել է հակառակորդ լույս էային Երևանի Գարուզ Գուլբեկյանի անվան 190 դպրոցում։ Հրազդանի թիվ հատաս 3 ավագ դպրոցը ընտրել է իրեն հակառակորդ դիվիզիոն թիմին։ Վանաձորի ավագ դպրոց։ Մարտունու ավագ դպրոցը ընտրել է իրեն հակառակորդ Mindscript թիմի մտքի կոդը։ Գյումրու տնտեսագիտական վարժարան։ Մարտունու ավագ դպրոցի MAI թիմը ընտրել է իրեն հակառակորդ Գյումրու տնտեսագիտական վարժարանի։ Վանաձորի Եվրիկա դպրոցի հակառակորդն է երազանքներից դեպի նպատակներ վաղաշաբաթի թիվ 5 ավագ դպրոց։ Վերջ։ Թիվ 190 դպրոցի Լուսեայի թիմը իր հակառակորդն է մտքի ճարակայք Հրազդանի 18 ավագ դպրոց։ Վանաձորցիները մրցում են իրար դեմ, Վանաձորի 11 ավագ դպրոցը մրցում է Վանաձորի Եվրիկա թիմի դեմ։ Ուշադրություն, խնդրում եմ աղմուկ չլինի դահլիճում։ Մենք սկսում ենք մեր մրցույթի առաջին փուլը։ Մասնակիցներ խնդրում եմ լրություն։ Ուշադրություն, առաջին փուլը նախավարժան։ Կարգում եմ հարցը ուշադիր եղեք։ Եթե Երևանում գիշերվա ժամը 12-ին անձրև է գալիս, կարող ենք պնդել, որ 96 ժամ հետո կլինի պայծառ եղանակ։ Ժամանակը գնաց։ Ունեք 1 րոպե։ Դահլիճում խնդրում եմ պահպանեք լրություն։ Ահա, ինչ են գրել։ Բոլորը ոչ են։ Ուշադրություն ժամանակը սպառված է, խնդրում եմ արագ պատասխանների տրամադրողին։ Մինչ ջրին ամփոփի արդյունքները մենք տեսենք պատասխանը։ Պատասխան ոչ, քանի որ 96 ժամ հետո, այսինքն 4 օր հետո, նորից կլինի գիշերվա 12-ին, իսկ կարծում եմ գիշերվա 12-ին արևելյան դժվար կլինի։ Աղջիկները շուրջ պար էին բռնում։ Արմինեն Գոհարի ձախ կողմից 5-րդն է և Գոհարի աջ կողմից 8-րդը։ Քանի աղջիկ էր մասնակցում շուրջ պարին։ Ժամանակը գնաց։
Ինձ հետո երրորդ Ժամանակը սպառված է, ընկնում են պատասխանների ներկայացուցիչների Ջարվելի ներկայացուցիչ Եթե բոլորը պատասխանների ներկայացուցիչ ներկայացուցիչ ճիշտ պատասխան Պատասխան 15 Ուշադրությունը եկավ ամենահետաքրքիր բանը Առաջի տնային աշխատանքը կներկայացնի Երևանի Գարնուպետյանի անվան Փիվարույցի դպրոցի Լյուս Սեյարի թիմը Մեր նշանաբանն է, մտածում ենք ինչպես մարդիկ, լուծում ինչպես AI-ը։ Գարուս Գրբենյանի թիմ ներկայացնեն ընտիրը։ Իսկ հրադանի թիվ 13 ավար դպրոցը ուշադիր լինի, որտեղ դուք եք պատասխանելու։ Ինչ որ կարող եմ ձեզ օգնել։ Դու մեկ եք մեզ ասած զամբյուլի մեջ քանի հաղթիկ կան, մեկ այդ բոլորը կփոխադրենք։ Դու գիտես ես հիշում եմ այդ տղաճը։ Բայց մի վարքյան։ Մենակ մի բան եմ հիշում։ Երբ որ զամբյուղում հաղթիկները դասավորում էին 2-2, մնում էր մեկը։ Երբ դասավորում էին 3-3, մնում էր 2-ը։ Դասավորում էին 4-4, մնում էր 3-ը։ Դասավորում էի 5-5, մնում էր 4-ը, 6-6, մնում էր 5-ը, մեկ էլ, երբ որ դասավորում էի 7-7, զամբույղում է ոչինչ չէր մնում։ Բայց ատիչյան, այս ինչ բարձրացի արջատ կանգնեցրեցիր։ Բայց մի րոպե, միգուցե մեր հակառակորդ թիմը մեզ օգնի բարձր թե քանի հաղթիկ կա զամբյուղում։ Այս ժամանակ մենք ձեզ բոլոր հաղթիկների կփոխադրենք։ Ընտիրը պարսել է կերտներ։ Պարսել, շատ կար, ժամանակ է գնում։ Ընտրում եմ լռություն չխանգարենք մտածող թիմին։ Ժամանակը սպառված է։
Ունեք պատասխան։ Ճառագայթին։ Ունեք։ Չի ասի։ Ահա, Տղաջանարի մեկնաբանի բան։ մեկնաբանի պատասխանը։ Մեր թիմը կարծում է 49, որովհետև ինչպես հասկացանք, եթե 2-2 հաշվում էինք, մեկներ մնում, մեկ մնացորդ, 3-3 հաշվում էինք, 2։ 3 հաշվելուց քանի մնացորդ կմնա, եթե 49 լինի։ Չէ՞ որ 48-ը բաժանվում է 3-ի, նշանակում է 3-3 դնելուց նորից կմնար մեկ հաշվիկ։ Պատասխանը սխալ է։ Մտածում եք, ես նույնպես մտածում եմ, երբ դա խնդրի պատասխանը։ Ես Ուշադիր լսենք պատասխանը։ երկուական, երեքական, չորսական, հինգական, մեր մոտ մնում էր նրանց մեծագույն մնացորդը։ Այդ պատճառով ես գտա նրանց ամենափոքր ընդհանուր բազմապատիկը, որը 60 է, եւ հասկացա, որ թիվ ունենալու է 60x-21 տեսքը։ X-ի տեղը տեղադրեցի սկզբում 1 ստացա 59, բայց 59-ը չէր բավարար պահանջին, որ պետք է բաժանվի անպայման 7-ի։ Հետո փորձեցի X-ի տեղը տեղադրել 2, ես ստացա 119, որը բավարարում էր բոլոր պահանջներին, եւ հասկացա, որ 119-ը դա պատասխանն է։ Ստատիկ ունենք 119 հավիք։ Ուշադրություն, պատասխանը ճիշտ էր, բայց 119-ից բացի էլի բավարարող թվեր կա, ուղղակի ենթադրում ենք, որ տատիկը 119 հավնիքից ավել չէր կարող տանել։ Անցանք առաջ։ Հարց 3, ուշադիր։ Մեր արձակուրդի ընթացքում անձրևել է 7 անգամ։ Եթե անձրևում էր առավոտյան, երեկոյան արևոտ էր լինում։ Եթե անձրևում էր երեկոյան, հաջորդ առավոտյան արևոտ էր լինում։ Արձակուրդի ընթացքում արևոտ էին 5 առավոտ և 6 երեկո։ Նվազագույնը քանի օր տևեց մեր արձակուրդը։ Ուշադրություն, ժամանակը գնաց։ Ժամանակը սպառված է, խնդրում եմ պատասխանները փոխանցել ժյուրիին։ Հիմա տեսնենք հարցի ճիշտ պատասխանն։ Պատասխան 9։ Մեր արձակուրդը տևել է 9 օր։ Ուշադրություն, հարց 4։ Ֆրանսիացի մաթեմատիկոս Օգյուս դե Մորգանը ասում էր, որ նա եղել է X տարեկան, X քառակուսի թվականին։ Հայտնի է, որ նա մահացել է 1899 թվականին։ Երբ է ծնվել նա։ Ժամանակը գնաց։ Ժամանակը սպառված է, խնդրում եմ ներկայացնեմ պատասխանների թիմերը։ Ճիշտ պատասխանն է։ Օգյուս դե Մորգանը ծնվել է 1806 թվականին։
Եթե չփոխի առաջին 4 հարցերի պատասխանները, տնային աշխատանք 2 ներկայացնում եմ Mindscript մտքի կոդը թիմը։ Թիմի նշանաբանն է, մենք չենք ընդօրինակում աշխարհը, մենք գրում ենք մեր սցենարը։ Խնդրեմ։ Ուշադիր լինի Մարտունու ավագ դպրոցը, որովհետև պատասխանելի են իրենք։ Որևէ մի բան եւ հարցն այն է, թե ինչ եք մենք ներկայացրել բարի Մարտունու ավագ դպրոցը խնդրում եմ ներկայացնել պատասխանը։ Ժամանակը լինի։ Շահագություն, Մարտունու ավագ դպրոցի պատասխանում եմ AI-ի Թվերը ուղղակի շարում են աշխարհ կարգով։ պատասխանները մեր պատասխանն այն է, որ մենք բարի միջոցով ներկայացնում ենք Quicksort ալգորիթմը, սորտավորման Մեր մրցույթի առաջին տուրն ավարտեց, ես ուզում եմ ամփոփել արդյունքները, իհարկե տնային աշխատանքները դեռ չեն ամփոփել։ Ուրեմն առաջին 4 հարցերի արդյունքում Լուսեայի թիմը ունի 1 միավոր, Դիվիզիոն թիմը ունի 2 միավոր, Mindscript մտքի կոդը թիմը ունի 3 միավոր, Էվրիկան 3, Երազանքներից դեպի նպատակներ 3, MAI-ը ունի 2 միավոր և Ճառագայթը ունի 3 միավոր։ Նավահանգստում խարիսխ էին գցել 4 ջերմանակ։ 1953 թվականի հունվարի 2-ին
Նրանք միաժամանակ թողեցին նավահանգիստը։ Առաջին ջերմանավը վերադառնում է յուրաքանչյուր 4 շաբաթից հետո, երկրորդը 8 շաբաթից հետո, երրորդը 12 շաբաթից հետո, իսկ չորրորդը 16 շաբաթից հետո։ Առաջին անգամ երբ ջերմանավերը նորից միաժամանակ կհանդիպեն նույն նավահանգստում։ Ժամանակը գնաց։ Ուշադիր ժամանակը սպառված է։ Խնդրում եմ պատասխանները փոխանցել ժյուրիին։ Հիմա ներկայացնեմ ճիշտ պատասխանը։ Ջերմանավերը կհանդիպեն 48 շաբաթ հետո 1953 թվականի դեկտեմբերի 4-ին։ Անցանք առաջ։ Ուշադիր։ Հարց 6։ Գևորգն ուզում է առաջիկա ամիսների համար կազմել իր մարզավազքի ժամանակացույցը։ Նա ուզում է բացել շաբաթը 3 անգամ եւ շաբաթվա նույն օրերին։ Նա ուզում է կազմել ժամանակացույցն այնպես, որ երբեք չվազի 2 օր անընդմեջ։ Նման ձևով ամենաշատը քանի տարբեր ժամանակացույց կարող է կազմել Գևորգը։ Ժամանակը գնաց։ Als ik in Kogen, dat is een soort wat? Hier ist immer Rasen. Nein, in der Kürze. In der Kürze war schon in der Kürze und in der Stadt war. In der Hasen. Ժամանակը սպառված է, խնդրում եմ ներկայացնել պատասխանները։ Տեսնենք ճիշտ պատասխանը։ Պատասխանը 7։ 7 տեսակի ժամանակացույց կարող է կազմել Գևորգը։ Նոր դիմենք տնային աշխատանք։ Այժմ տնային աշխատանքների ներկայացնում դիվիզիոն 11 թիմը, Վանաձորի ավագ դպրոց, դիվիզիոնի, որ կիրառվում է ապագան, Սամվել նշանավորը։ Էվրիկա դպրոցը ուշադիր լինի, որովհետև Էվրիկան է պատասխանելու այս հարցին։ Պատկերացնենք մի կղզի, որտեղ ունենք երկու տեսակի 200 հոգի կատարադարմաբանող մարդիկ, նրանք բաժանվում են երկու խմբի, կապույտ աչքեր ունեցող և շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ։ Նրանք խնդիրներ ուշակել իրենց աչքերի գույնը չտեսնելով այն, նրանք չեն կարող իրավետ խորհրդակցվել որևէ ձևի, ուշակելու հաջորդ օրը կեսօրին նրանց տանում են կղզի։ Կղզի գալիս է մի գուրու, որ երբեք չի խաբում և նրանց ասում է, որ այստեղ գոնե մի կապուտաչա մարդ կա։ Մենք գիտենք, որ ունենք 100 հոգի կապուտաչա մարդ և 100 հոգի կանաչաչա, բայց նրանք համասի չգիտեն, ինչ կլինի գուրուի խոսքերից հետո։
Ղազանարի միգրոֆոնով ներկայացրու։ Պատկերացնենք մի քրտի, այստեղ ունենք երկու կատարած դառնաբանողը, նրանք կատարում են երկու խմբի, մի խումբը կապույտ աչքերով երիտասարդները, մյուս խումբը շագանակագույն աչքերով։ Նրանց խնդիրն է մշակել իրենց աչքերի գույնը չտեսնելով այն, մշակելու հաջորդ օրը կեսօրին նրանց տանում են։ Ունենք 100 կապույտ աչքեր և 100 շագանակագույն աչքերով մարդիկ։ Կրծի գալիս է քուրու, որը ասում է միայն ճիշտ է և ասում է, որ այդտեղ կա առնվազն մեկ կապուտաչյա մարդ։ Նրանք ոչ մի տեղ չեն կարող իրապես խոսել կամ հաղորդակցել, ինչ կլինի քուրուի խոսքերից հետո։ Ման չի, ոչ մեկ չի գինա, նա տենատ ինա աշկեր կապուտա, ասի եթե նա ես տենում եմ որ աշկեր կապուտա, ու դասն եմ որ դու գինաս, քեզ տեն տանի, բայց դու տենում ես որ ոսք ելի կապուտ աշկերով մարդկա, ու չես չոգն որ պան, կամ ոսք ես այդ կապուտ աշկերով մարդ, կամ ոսք կապուտ աշկերովը կարա գինա տենա սաղին, որ մանա, բոլոր կապուտ աշկերովը դուզ գան, բոլոր մարդիկ չեք այժմներ չեմ ես, նրան որ հավողի կապուտ կա։ Հավողի կապուտ կապեց ես մարդիկ չեք։ Ինյան գիտեմ, որ հավողի կապուտ աշկերով է, չգիտեմ, ու էմն ոչ դու տենում ես, կացեք, բայց հանդեսնում են, տենում են, գիտեմ, որ միան կապուտ է, Գեղացիման է, որով տեսնում են մնացական աշկերով։ Շատ ես կմպինը մի հատնովի դերձեմ, կատարյալ տրամաբանների կղզին, մի կղզում ապրում է 200 կատարյալ տրամաբան, նրանք բոլորը գիտեն կղզու կանոնները, աչքերի գույնը կամ կապույտ է կամ շագանակագույն, ոչ ոք չի կարող իմանալ իր սեփական աչքերի գույնը, բայց տեսնում եմ մյուսներին, եթե որևէ բնակիչ տրամաբանորեն եզրակացնի իր գույնը, նա պետք է հաջորդ օրը կեսօրին հեռանա կղզուց։ Բոլորը գիտեն, որ կա 100 կապուտաչյա և 100 շագանակագույն աչքերով մարդ։ Կյանքը տասնամյակներ շարունակ խաղաղ է ընթացել, քանի որ ոչ ոք չի կարողացել եզրակացնել իր գույնը։ Մի օր կղզի է այցելում գուրուն և բոլորի ներկայությամբ հայտարարում։ Այս կղզում ես տեսնում եմ գոնե մեկ կապուտաչյա մարդու։ Հարց. Ինչ տեղի կունենա գուրոյի այս հայտարարությունից հետո և երբ։ Կարծում եմ հիմա պարզակը։ Ժամանակը սպառված է կրտնագի ժամանակ տվեցին, սիրելի եվրիկայի ներկայացիչների մեծ պատասխան։ Մեր թիմը կարծում է, որ բոլոր երկու մարդներ կգնան հենց առաջին օրը։ Կեսօրի։ Պատասխանը սխալ է, բոլոր 200 հոգին կհեռանան կղզուց, սակայն դա տեղի կունենա 100 օր կհեռանան կղզու բոլոր 100 կապուտաչյա մարդիկ, իսկ 101-րդ օրը կանաչյա մարդիկ։ Հաստատություն պատկերացնենք ավելի փոքր մասշտաբներով, եթե կա 2 կապուտաչյա, իսկ մնացածը շագանակագույն աչքերով է։
գուն ասում որ դա իրենցից գոնե մեկը կապուտաչա է, ես տեսնում եմ, օրինակ ես եմ այդ կապուտաչների վախսենը, ես տեսնում եմ ասենք կապուտաչկեով և չգիտեմ ուրիշ կապուտաչա մարդ կա։ Եթե հաջորդ օր Արսենը չի հեռանում կնդուց, այսինքն նա տեսել է ուրիշ կապուտաչա մարդ, այսինքն եթե ես տեսնում եմ ուրիշ կապուտաչա մարդ չկա, այդ կապուտաչա մարդի ես եմ։ Նույն սկզբունքով 100 կապուտաչա մարդի 100-րդ օր 99-րդ օր տեսնում որ իրանք էլ այդ մարդը ու 100-րդ օր 100 կապուտաչա մարդի կհեռանան, մնացածը 101-րդ օր որպես կանաչ աշխարհի եզրով կհեռանան։ Եթե քննում կարծացի որ հորորդ հոգինանց կապուտաչա կա, Թիրը կանգան փոխեց։ Ընթիրը իրականում ծրերով չենք հաշվելու, սա ուղղակի լոգիկա է, ուզում է լինի 500 հոգի, 1000 հոգի, միլիոն հոգի, քանի կապուտաչա մարդ ուներ, այդքան օրվա ընթացքում և գումարած մեկ կփրկվեին ամբողջ կղզու բնակիչները։ Եթե գիտեն որ 100 հոգի կապուտաչա կա, 100 հոգի շագանակագույն աչքերով։ Եթե մեկը տեսնում է որ 100 հոգի, իա դեմը տենում է կապուտաչա, չի կարշլվի աչքերով։ Եթե տեսնում է, ուրեմն ինքը կապուտաչա, ինքը գնում ասում է ես կապուտաչա եմ։ Նա էլ տեսնում որ մնացածը կարշլվի են, նա էլ գնում ասում ես կապուտաչա եմ։ Ու տենց բոլորը դուրս են գա։ Բոլորը մի օրում կարան Եթե տեղյակ են, իսկ խնդրում ասեցի որ Մեկ նոր հասնենք որ ասեցի որ բոլորը կարան։ Մեկ նոր իրան կենան։ Եթե անսահմանափակ ուրեմն բոլորը մի օրում է։ Կարող եմ դավեց բացատրել քիչ ավելի մանրամասն և տվել։ Թիրը եւ Շնորհակալություն դիվիզիոն թիմից, մի քիչ շատ խնդիր էի կրել, շնորհակալություն նաև Էվիկային, անցանկալ։ Փուլ 3, փուլը կոչվում է կռավիչ։ Ուղղանկյունաձև սենյակում կա 10 աթոռ, դասավորել դրանք այնպես, որ յուրաքանչյուր պատի տակ նույն քանակով աթոռներ լինեն։ Ժամանակը գնաց։ Անկյունների վրա որ դնում ենք ամեն պատի երկու մասի, մի հատը երկու պատի։ Սրանք ամեն մեկի վրա էլիտն են, ամեն մեկի վրա երկու։ Չէ, երկու անկյուն Հա, ճիշտ է։ Կամ տենց կա, կամ ուշ տակնա ոտի չկա։ Ես երկու պատին էլ բռնում եմ, դեքացն է, Ժամանակը սպառված է, խնդրում եք պատասխանել ներկայացնի ժյուրի։ Էնվելյան, շատ է։ Եք պատասխանը։ Հա, ջնջած է։ Ուշադրի տեսենք ճիշտ պատասխանը։ Յուրաքանչյուր պատմիկար հավասար թվով աթոռներ կա։ Հաց քույր։ 4 տարբեր դերական ամբողջ թվերի արտադրյալը 10 է։ Որքան է դրանց գումարը։ 4 տարբեր դերական ամբողջ թվերի արտադրյալը 100 է։ Որքան է դրանց գումարը։ Ժամանակը գնաց։
Տեսնենք ճիշտ պատասխանը, բոլորը ներկայացրել պատասխանները։ Արագացրեք։ Պատասխան 10 եւ արտավերն է 1, 2, 3 եւ 10։ Տնային աշխատանքով ներկայացնում է Էրիկա Փինա։ Մի մահնակապիր եւ ուսասես Էրիկա։ Էրիկայի հանդանակորդը Վաղաշապատի թիվի դեպքերով պատկերացնենք, որ մենք գտնվում ենք Նովոսիբիրսկ քաղաքում։ Նովոսիբիրսկի ակադեմիական քաղաքի սրտում դեռևս 1960 թվականին բացվել էր մի նոր ակումբ, խորհրդավոր և խորհրդանշական անունով ինտեգրալի տակ։ Դա մի յուրահատուկ հայտ էր, որտեղ մտավորականները հավաքվում էին քննարկելու ամենահետաքրքիր գաղափարները և թեմաները։ Ակումբի մթնոլորտը ինձ ինչ-որ կերպ հիշեցնում է Հովհաննես Թումանյանի վերնատունը, սակայն այստեղ այլ շունչ էր տիրում։ Եթե վերնատանը խոսքը պոեզիա և արվեստի շուրջ էր պտտվում, ապա ինտեգրալի տակում գերիշխում էին ճշգրիտ գիտությունները, մաթեմատիկայից մինչև աստղաֆիզիկա։ Շենքն ուներ երկու հարկ։ Վերին հարկում գտնվում էր գրադարանը, իսկ այ առաջին հարկում գործում էր փոքրիկ սրճարան։ Շատ չանցած ակումբը դարձավ ակադեմիական քաղաքի սիրելի կենտրոններից մեկը և ամեն երեկո այստեղ հավաքվում էին մեծ քանակով ուսանողներ։ Եվ ահա մի երեկո ակումբի մշտական այցելուները կրկին հավաքվել էին առաջին հարկում։ Եկեք տեսնենք, թե այս անգամ որն էր նրանց քննարկման թեման։ Շատ եմ հավանել մեր քաղաքում, բայց այս ակումբը։ Լեգենդար տեղ է, ասում են ով երկարանում ներքևում, հայտնվում է ինտեգրալի տակ։ It's not very interesting, yeah? They are get good in Շատ եմ հավանել մեր քաղաքում այդ բացված այս նոր ակումբը։ Հա, լեգենդար տեղ է, ասում են ով երկարանում առաջին հարկում, հայտնվում է ինտեգրալի տակ։ It's not very interesting, yeah? They are get good in նշանի վրա։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ։ Եկեք քննարկենք եւ որոշենք, թե ինչպես անվանենք պետհարկերը։ Ես կառաջարկեի առաջին հարկը անվանենք ներքևի սահման։ Հա, իսկ երկրորդ հարկը վերևի սահման։ Լավ գաղափար է, բայց բարդ կլինի հիշելը։ Դե այս եկել այդքան էլ լավ տարբերակ չէ։ Եկեք այդ տարբերակները քննարկենք։ Անցան ժամեր, սակայն մեր մտավորականներն այդպես էլ չկարողացան գալ վերջնական եզրակացության։ Գաղափարները խառնվում էին իրար, կարծես ամեն մեկը փնտրում էր իր տեղը։ Սենյակում տիրում էր մտորումների մեր մաղմուկը, թղթերի շրշյուն, բաժակների զրնգոց և երբեմն էլ տարօրինակ ծիծաղ։ Հանկարծ դուռը կամաց բացվեց և ներս մտան ուսանողներ։ Բարև ձեզ, համեցեք նստեք։ Հիանալի է, մենք նոր այցելուներ ձեռք կբերենք։ Իդեպ ես լսել եմ, որ գտնում եք շատ հետաքրքիր երկու հարկեր։ Հա, մենք հենց նոր դրանից էինք խոսում, որոշում ենք, թե ինչպես անվանենք մեր հարկերը։ Եկեք դուք էլ միացեք մեզ և միասին քննարկենք։ Ես առաջարկել էի ներքևի սահման և վերևի սահման։ Բայց մի քիչ բարդ չի, ավելի լավ չի, մի քիչ ավելի հեշտ ու հետաքրքիր բան։ Ճիշտ կլինի, որ ամները կապացնեն մաթեմատիկայի հետ։ Բայց անունները պետք է այնպեսին լինեն, որ մաթեմատիկայից շատ գլուխ չհանձնեն։ Ես կարծես թե հասկացա ինչպես անվանենք, որ լինի մաթեմատիկայի հետ կապված, բայց և շատ դժվար է չլինի, որ նոր այցելուները հիշեն։ Մի սպասեցրու։ Դե հասա։ Իսկ այժմ հնչեցնենք հարցը Էրիկա Փինի կողմից։ Ինչպես անվանեցին մաթեմատիկական ակումբի հարկերը։ Պատասխանում եք։ Մեր թիմի կարծիքով պետք է վերևի հարկը անվանել վերի սահման ու ներքևի հարկը ներքևի սահման, որտեղ կա վերևի Նովոսիբիրսկ ու
Մերթելի Նավասիբիրսկ, Ռուսենոնել և Սովյաթ Նավասիբիրսկ ինիզմ։ Իրականում խնդիրը ավելի շատ տրամաբանական խնդիր է և պատասխաններն են առաջին հարցը հայտարար, վերին հարցը համարիչ։ Ուշագրի, բուն 4, պայտն։ Մրցունեք պայտն։ Լրություն որ հարցը կարգամ, հարց 9. Ինչ սխալ կա հետևյալ կոդում։ Պատասխանները կներկայացվի ժյուրին։ Ուշադրություն պատասխանը, ինչ սխալ կա հետևյալ կոդում, պատասխան։ Կոդը անգլիսում է ամբողջիցի, քանի որ անընդհատ ավելանում են նրանց տարեր, և որ սիստը երբեք չի ավարտի։ Անցյալ հաջորդ հարցին, ինչ կտպի հետևյալ կոդը։ Ժամանակը սպարված է, տեսնենք պատասխանը, պատասխան է, երկու որոք է։ Տնային աշխատանքի ներկայացում է երեխաներից գերի նպատակների թիմը։ Թիմի նշանականն է գիտելիքը ուժը, մաթեմատիկան զենք։ Թիմի հարցի պատասխանները երեխաների 150 ավագ դպրոցի լիցեայի թիմը ուշադրել է։ Տարածքում կան 3 աշխներ, համարակալված 1, 2 և 3 թվանշաններով։ Մեկում կա ոսկի, մյուս երկուսում ոչինչ։ Յուրաքանչյուր արծի վրա գրված է մեկ նամակ։ Առաջինն ասում է. Գանձը իմ մեջ է։ Երկրորդն ասում է. Գանձը առաջինում չէ։ Երրորդն ասում է. Գանձը երկրորդն չէ։ Ահա, և մենք տեղյակ ենք, որ միայն մեկ արկղն է ճիշտ ասում։ Ահա հարցը, որ արկղում է գանձը։
Մշակութային ժամանակը սպառված են դուսերային եք պատասխան։ Ճիշտ պատասխանը դրանցից երկրորդ ակումբն է, քանի որ ճիշտը առաջինը ասում է, որ քանցը իմ մեջ է, դա սխալ է, երկրորդը ասում է, որ քանցը առաջինի մեջ չէ, դա ճիշտ է, եւ երրորդը ասում է քանցը երկրորդին չէ, դա սխալ է։ Ասում է, որ երկրորդը ասում է ճիշտ ու երկրորդի մեջ է ոսկի։ Դա ճիշտ պատասխան։ Պատվերի տնային աշխատանքներից առաջին պատասխանը ճիշտ որ ունեցան շարքային դուսեր։ Անցանք առաջ։ Հաջորդ փուլը կոչվում է ռեբուս։ Ուշադրություն։ Կարծում եմ բոլորս գիտենք ինչ է ռեբուսը, բայց մեկ անգամ ևս ծանոթանանք։ Ժամանակը գնաց, փորձեք վերցնել անելուկը և եթե կարող եք պատասխանել կանցին։ Ժամանակը սպառված է, պատասխանները խնդրում ներկայացրել ժյուրին։ Պատասխանները ներկայացրել ժյուրին, ժամանակը սպառված է։ Ես փորձել եմ ներկայացնել ռեբուսի լուծման ձևը, ուրեմն ամենաառաջինը կար տեսնում ենք թերթեր։ Շուն եք տեսնում, սրտի դրվածը ստորակ է, դա նշանակում է բացթողն է շ տառը, առաջ տառը բացթողն է։ Թերթեր ունի իր չէ, գլուխ ունի, տան առաջին տառը բացթողեցիք, մարդ չէ։ Թերթեր ունի իր չէ, գլուխ ունի, մարդ չէ։ Կարծում եմ հանելուկի պատասխան մի կարող եք ասել։ Ոչ, պատասխանն է կանամ։ Մտքի ճարը գարեք։ Երեք ընկերուհիներ Միլենան, Մանեն և Անահիտը որոշեցին գնել միանման գլխարկը։ Ինձ գլխարկը գնելու համար չի բավականացնում գլխարկի գնի 1/3-ը։ Ինձ 1/4-ը, իսկ ինձ 1/5-ը։ Երբ գլխարկի գինը նվազեց 9.4 ցենտո, 40 ցենտո, ընկերուհիները որոշեցին միացնել իրենց հնարավորությունները և գնեցին և յուրաքանչյուրը գնեց մեկական գլխարկ։ Այսպես հարցը որքան է գլխարկի գինը նվազումից առաջ։
Պատասխանում է դիվիզիոն 11 թիմը։ Մոտեցեք։ Պատասխանների 93։ Իրականում ճիշտ պատասխանն է 36։ Շնորհակալություն։ Ես խնդրում եմ այժմ թիմերի ավարտները մոտենանից։ Բոլոր թիմերի ավարտները։ Բվից մրցում են ավարտները։ Խնդրում եմ ամեն մեկը տնտրեք մի թերթիկ առանց բացելու։ Մոտեցեք։ Վերջի ավակը ով է։ Մնացածներին խնդրում եմ նստեք։ Հիմա ես կկարդամ հարցերը, ավակները հերթով կպատասխանեն։ Անի ջան, որ թիմից ես։ Mindscribe թիմը, ժյուրին խնդրում եմ ուշադիր եղեք, ես թերթիկները կփոխանցեմ ձեզ, որտեղ կհաշվեք ճիշտ պատասխանների քանակը եւ Mindscribe թիմը կստանա պատասխան։ Գնահատական։ Արագ կարդալու եմ հարցերը, դու պատասխանես, դեպքով դեպի դահլիճը։ Ամենափոքր դրական ամբողջ թիվը։ Կանոնավոր քառանկյան ներգծած շրջանակցի շարավիղն է, ինչի է հավասար։ Արագ։ Կանոնավոր քառանկյան ներգծած շրջանակցի շարավիղը, ինչի է հավասար։ Իթ անկյունների գումարը 3-ից հանած 5 թվի մոդուլը հավասար է արագ 1/7 հակադարձը քանի երկնիշ զույգ թիվ կա երկնիշ զույգ թիվ կա անցանք ցանկացած եռանկյան ներքին անկյունների գումարը որն է միակ պարզ զույգ թիվը անցանք ոչ երկուսն է որ թվի քառակուսին է հավասար իր կրկնապատիկին որ թվի քառակուսին է հավասար իր կրկնապատիկին երկուս ինչպես է կոչում 180 աստիճանի անկյունը ճիշտ է շնորհակալություն ես ներկայացրեք ժյուրիին ու ձեր թիմի հաջորդը որ թիմից ես պատասխանում է երազանքներից դեպի նպատակներ թիմի ավակը ուշադիր առաջ կանգնի մի քիչ դեմքով դեպի դահլիճը ամենափոքր բնական թիվը ուղղանկյուն եռանկյան էջերի քառակուսների գումարը հավասար է քանի երկնիշ թիվ կա անցանք քանի անկյունագիծ ունի եռանկյունը քանի գագաթ ունի 6 անկյունը ամենամեծ միանիշ թիվը կանոնավոր եռանկյան յուրաքանչյուր անկյունը ինչի հավասար եռանկյան միջին գիծը ինչի հավասար -7-ից մինչև 10 թվերի արտադրյալը 12-ի 1/3 մասն է 4 շնորհակալություն ներկայացու ժյուրին կանոնավոր եռանկյան ներգծյալ շրջանակի շարավիղը կողմ արմատների կետը ճիշտ է կողմը բաժանած երկու արմատ երեք քանի երկնիշ թիվ կա 99 ամենամեծ երկնիշ թվին հաջորդող թիվը հակադիր թվերի գումարը շրջանակի երկու կետեր միացնող հատվածը կոչվում է ինչ անկյուն են կազմում կանոնավոր քառանկյան անկյունագծերը ինչի հավասար ուղղանկյուն եռանկյան սուրանկյունների գումարը
Հարակուսու մակերեսը հավասար է, երկուսի և ութի միջին թվաբանականն է, ամենափոքր եռանիշ թիվը, Լանդավոր եռանկյան ներգծած շրջանակի կենտրոնը գտնվում է, քանի երկրի զույգ թիվ կա, 30 աշճանի սինուսը հավասար է, քանի թվանշան գոյություն ունի, ոչ 10, քառակուսի հավասարումը չունի իրական արմատներ, երբ, ինչա, դե, կաննավոր վեցանկյան յուրաքանչյուր անկյունը հավասար է, ինչի հավասար ուղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը, ինչի հավասար ուղանկյուն եռանկյան ներքնաձիգին տարված միջնագիծը, 0-ի կեսը, 2 և 8-ի միջին երկրաչափականը, ինչի հավասար շրջանակցի երկարությունը, հակադիր անկյունները, 10-ի քառակուսին, ցանկացած թվի և երկուսի արտադրյալը կոչվում է, ժամի 1/60 մասը կոչվում է, ցանկացած եռանկյան արտաքին անկյունը հավասար է, ոչ, և ոչկի անկյունների գումարի, շրջանակցի կենտրոնով անցնող լարը կոչվում է, սեղանի միջին գիծը հավասար է, ինչպես է կոչվում 90 աշճանի անկյունը, ուղանկյուն եռանկյան արտաքին շրջանակցի կենտրոնը գտնվում է, ներքնաձիգի կենտրոնում, շնորհակալություն։ Ամենափոքր բաղադրյալ թիվն է, կաննավոր վեցանկյան արտաքին շրջանակցի շարավիղը հավասար է, 5-ին բազմապատիկ քանի միանիշ թիվ կա, շրջանի մակերեսը հավասար է, ցանկացած թվի և 0-ի արտադրյալը, 200-ի կեսը, ինչի հավասար ուղանկյուն եռանկյան մակերեսը, թվի և իր հակադարձի արտադրյալը, 1/3 եռապատիկը, բազմանկյան կողմերի երկարությունների գումարը ինչ է կոչվում, աղիծ, որն է ամենամեծ բնական թիվը, հիմա ոնց վերցնենք, քանի անկյունագիծ ունի 6 անկյունը, 9, բոլոր եռանիշ թվերի քանակը, 900, աշճանի 900, աշճանի 1/60 մասը, անցանք, Ռոբե, երկուսի հակադիրը, ինչ թվով է վերջանում առաջի 7 հատ պարզ թվերի արտադրյալը, անցանք 0-ով, որովհետև երկուսը և 5-ը արդեն տալիս 0-ով է վերջանում, կաննավոր քառանկյան յուրաքանչյուր անկյունը, 90, ուղանկյուն եռանկյան արտագծյալ շրջանակցի կենտրոնը գտնվում է, ամենափոքր եռանիշ թիվը, ինչի հավասար քառանկյան ներքին անկյունների գումարը,
Ավարտվեց մեր բլից հարցերի փուլը, մնաց վերջին տնային աշխատանքը։ Տնային աշխատանք է ներկայացնում MAI թիմը, Մարտունու ավագ դպրոցի թիմը։ Սևանա լճի 4 մարտունեցի ձուկնորս, Ավետը, Գագիկը, Հայկը և Արտուշը ամբողջ օրը ձուկ են բռնում։ Ավետը միշտ ասում է ճշմարտությունը, Գագիկը միշտ ստում է։ Հայկը սկզբում ասում է սուտը, հետո ասում ճշմարտությունը։ Արտուշը Հայկի հակադարձողն է, սկզբում ասում է ճշմարտությունը, հետո սուտը։ Նրանք միասին բռնել են 92 ձուկ, ընդհանուր քանակով, ոչ մեկի քանակը 0 չէ։ Բոլորը տարբեր քանակներով են բռնել, իսկ հիմա հայտարարությունները։ Ավետը հայտարարեց։ Ես բռնել եմ 25 ձուկը։ Գագիկը հայտարարեց։ Հայկը բռնել է 38 ձուկ։ Գագիկը բռնել է 18 ձուկ։ Հայկը հայտարարեց։ Ես ավետից բռնել եմ շատ ձուկ։ Գագիկը հայտարարեց։ Արտուշը բռնել է 30 ձուկ։ Ավիկը հայտարարեց։ Արտուշը ու Գագիկը միասին բռնել են 47 ձուկ։ Արտուշը հայտարարեց։ Հայկը բռնել է 40։ Հարց. Քանի ձուկ է բռնել յուրաքանչյուրը։ Հայտարարություններն ադեպտաբար բացառաբար։ Ավետը հայտարարեց, որ 25 ձուկ է բռնել։ Գագիկը հայտարարեց, որ Հայկը 30 ձուկ է բռնել։ Արտուշը հայտարարեց, որ Գագիկը 18 ձուկ է բռնել։ Հայկը հայտարարեց, որ Ավիկից ավելի շատ ձուկ է բռնել։ Ավիկը հայտարարեց, որ Գագիկն ու Արտուշը միասին 47 ձուկ են բռնել։ Իսկ Գագիկը հայտարարեց, որ Արտուշը 35 ձուկ է բռնել։ Արտուշն էլ հայտարարեց, որ Հայկը 40 ձուկ է բռնել։ Մեր պատասխաններ 26, 19, 21, 14, 21։ Պատասխանը սխալ է, բացատրեմ խնդիրը։ Մենք նշեցինք, որ Ավետը միշտ ճշմարտությունն է ասում ու Ավետը ասել է, որ ինքը 25 ձուկ է բռնել, այսինքն գիտենք, որ մեկը հաստատ 25 է։ Երկրորդը գիտենք, որ Գագիկը միշտ սուտ է ասում, դրա համար Հայկը 30 ձուկ չի կարող բռնած լինել։ Արտուշը սկզբում ճշմարտությունն է ասում, դրա համար Գագիկը հաստատ 18 ձուկ է բռնել։ Ստացվում է, որ Գագիկը 18 ձուկ է բռնել, Ավետը 25 ձուկ է բռնել, Ավիկը հայտարարում է նաև, որ Գագիկն ու Արտուշը միասին 47 ձուկ են բռնել, իսկ Ավիկը միշտ ճշմարտությունն է ասում, այսինքն եթե նրանց գումարը 47 է, ստացվում է, որ Արտուշինը 29 է, իսկ Հայկինը 20։ Ուշադրություն, ես ուզում եմ ամփոփել մեր մրցույթի արդյունքները։ Ուրեմն մրցույթի արդյունքներով հավասար 13 միավորներ ունեն LUCEAI և MAI թիմերը։ Շնորհավորում եմ։
Հավասար 15 միավորներ ունեն Mindscript մտքի կոդը եւ Էվրիկա թիմը։ 15 միավոր։ Հավասար 16 միավորներ ունեն Division 11 թիմը եւ մտքի ճառագայթ թիմը։ Շնորհավորում եմ։ Եվ մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվում Վաղարշապատի համարին դպրոցը երազանքներից դեպի նպատակներ։ Շնորհավորում եմ։ Որողներ, շնորհակալություն ակտիվ մասնակցության, ինչպես նաև մրցակցության համար։ Շատ հետաքրքիր էր, որ ամբողջ դահլիճը նստած, այսպես երբ ես փորձեցի նաև այս կողմից դիտարկել, նստած բոլորը փորձում էին ձեր խնդիրները լուծել, այնպես որ դուք միայնակ չեք մտածում ու մտորում։ Շնորհակալություն Տիկին Մովսիսյան, բավականին հետաքրքիր վիկտորինա էր, հուսով եմ 50 եք ինձ հետ այդ կարծիքը։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Վանաձորի Պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Ծատուրյանին իր ներկայությամբ պատվերում է։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել Վաղարշապատի թիվ 5 ավանդույթի տնօրեն Տիկին Սաֆարյանին։ Տնօրեն ունի միշտ կարելի է սովորել։ Եվ ես ուզում եմ պատմիրը հանձնելուց հետո Տիկին Սաֆարյանին, եթե ուզում եք արտահայտել, մենք սիրով կլսենք։ Ուրեմն պատվիրը տրվում է Վաղարշապատի համար 5 ավագ դպրոցի երազանքներից դեպի նպատակներ բրենդափ նախագծի շրջանակներում անցկացված թիվը բոլոր իրերի էությունն է վիկտորինա մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Բացի պատվիրից ուզում եմ նաև որ ունենք շրջիկ գավաթ, որը հանձնելու են Տիկին Սաֆարյան, Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցին և նորից շեշտեմ, որ ինքը շրջիկ գավաթ է, դա ինչ է ինձ պատմում, դրամաբանությունից մենք շատ ուժովիկ չէ, որ այս վիկտորինան չպիտի ավարտվի այսօր, այն պետք է շարունակական լինի և ես նույնիսկ առաջարկում եմ Տիկին Սաֆարյան, հաջորդ հանդիպումը կարող ենք ունենալ ձեզ մոտ կամ մեզ մոտ, մենք պատրաստ ենք, կորոշենք, կփոխանցենք մեր թիմերին և սիրով այստեղ եմ հրավիրում Տիկին Սաֆարյանին, ուզում եմ Տիկին Սաֆարյանը ողջունել բոլորից, համեցում։ Տիկին Սաֆարյան, հաղթող թիմի հրավիրում ենք բեր։ Ողջունում եմ բոլորին։ Այսօր առաջին անգամ եմ ես շեմել համար 190 դպրոցի հյուրընկալ հարկի ներքո և իմ առաջին տպավորությունը լույս էր, սեր էր, ջերմություն էր ու բարություն էր։ Երբ սկսեց մենք տագնապներ ունեցանք, հույզեր ունեցանք, բայց և ի սկզբանե ես իմ երիտասարդ չքնաղ գործընկերուհուն ասացի, այսօր բոլոր ներկաները հաղթանակած են։ Այս պահին այդ նույն կարծիքին եմ, որ հաղթեցինք բոլորս, որովհետև այսքան լուսավոր երիտասարդների կողքին լույս առանք, ջերմություն առանք, սեր առանք, ես միշտ սիրում եմ ասել սերը գանձ է, երբ գանձը բաժանում ես, վերջանում է, սերը այնպիսի գանձ է, որ բաժանելիս բազմապատկվում է, մենք եկանք սիրով կամուրջելով մեր հոգիները ու հիմա վերադառնալու ենք բազմապատկված սիրով, շնորհավորում եմ բոլորիս, այս այն սերունդն է, որը հաստատուն ձևով
մեր երկիրը, մեր պետությունը, մեր Հայաստան աշխարհը պիտի տանի լույսի ճանապարհով։ Կեցեք դուք որ կա, կեցեն մանկավարժները, որոնք բոլոր ժամանակների անառարկելի հերոսներն են։ Շնորհակալություն։ Դե ինչ հաղթող առանց նվերների, ես ևս երեխեքան շնորհավորում եմ ձեզ, մաղթում եմ կանաչ ճանապարհ, նորանոր բարձունքներ։ Ձեր թիմը պարգևատրվում է թիվ 190 դպրոցի 11-ի ԱՎ1 դասարանի կողմից Դեն Բրաուն Դավիթի ծածկագիրը գրքով, ինչպես նաև ամենախելացի աբսերունցի մակագրությամբ նոթատետրերով։ Բացի դրանից, մենք դպրոցում անցկացրել ենք նախագծային աշխատանք «Խաղա և սովորիր», ստեղծել ենք մեր աշակերտները ստեղծել են էլեկտրոնային խաղ, որի միջոցով Աքիլեսյան գարշապարը եռանկյունաչափությունը ձեզ համար դառնում է շատ հասանելի։ Այս ծրագրերի մեջ կան QR կոդեր, որոնց միջոցով դուք կարող եք մեր դպրոցի էջին միանալ, «Խաղա և սովորիր» էլեկտրոնային խաղի հետ խաղալ, խաղի սեղանի տարբերակը մեր ֆոյեում դրված է, կարող եք ծանոթանալ։ QR կոդերի միջոցով, այս դրանց միջոցով դուք կարող եք խաղալ եւ խաղի արդյունքում կտեսնեք, թե եռանկյունաչափությունը ինչքան ավելի հասանելի է դառնում ձեզ։ Մեկ անգամ եւս շնորհավորում եմ մեր դպրոցի 11-ի դասարանի եւ իր դասղեկ Ռիմա Պետրոսյանի կողմից ուզում եմ նվեր հանձնել Գյումրու տնտեսագիտական վարժարանին։ Իրենք ստեղծել են խաղ Գյումրու շունչը անունով եւ իրենք հիմա պատրաստվում են, մեզ սպասում են ներքերում եւ ինձ խնդրեցին փոխանցել իրենց։ Խնդրում եմ ավագը մոտենա ինձ։ Դե ինչ շնորհավորում եմ բոլորիս, շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրերին, մասնակիցներին, Տիկին Մովսիսյանին եւ բոլորիդ հրավիրում ենք դպրոցի բակ տոնելու մեր ավանդական ոսկե աշուն միջոցառումը բարեգործական տոնավաճառին։